Ահա եւ իմ խոհանոցը։ Հայկական երկրորդ հեռուստաընկերության «Ինչ եփել այսօր» հաղորդման շրջանակներում ես ոչ միայն կպատմեմ, այլև կպատրաստեմ շատ համեղ յուրահատուկ ուտեստներ։ Ես այսօր պատրաստելու եմ տոստեր կիսաքաղցր սոուսով, եգիպտացորենով ու նրբերշիկներով, այնպես որ անցնենք բաղադրիչներին։ Խառնելու եմ սոյայի սոուսը, մածունը։ Ուզում եմ անպայման հիշեցնել, որ այս ամիս պատրաստելու եմ նախաճաշեր դպրոցահասակների համար, այնպես որ միշտ կարող եք վստահ լինել, որ այս ուտեստները շատ կհավանեն դպրոցահասակները։ Երեխաները մեզ մեծ քանակությամբ սեր ու ջերմություն են հաղորդում, սա էլ նրանց երջանկացնելու համեղ տարբերակներից մեկն է։ Այսօր ես պատրաստելու եմ նրբաբլիթներ կաթնաշոռային պանրով, լոլիկով, ձիթապտղով ու երշիկով։ Ընտրել եմ այս բաղադրատոմսը, քանի որ երեխաները նախընտրում են մայրիկի համեղ պատրաստածը դպրոցի անհամ բուլկիներին։ Եվ այսպես գլխավոր բաղադրիչներ։ Վերադառնալով խոհանոց, նշեմ, որ կոտրեցի 2 ձու, ավելացրեցի աղ, շաքարավազ, հիմա ավելացնում եմ նաև մածուն։ Ահա մեր մածունը։ Միշտ շատ եմ հավանել նրբաբլիթների անուշ բույրը, որը ամբողջ տնով մեկ տարածվում է, ու կարծում եմ, որ այն մի տեսակ հանգստացնող էֆեկտ ունի։ Պարզվեց, որ ես իսկապես չեմ շփոթվել եւ գիտնականները անգամ հաստատել են, որ նրբաբլիթների անուշ բույրը շատ լավ է անդրադառնում մարդկանց վրա, հանդիսանալով իսկական անտիստրես։ Գոյություն ունի անգամ արոմաթերապիա, որի ընթացքում մարդկանց համար հանդիսացող լավ բույրերից մեկը նաեւ նրբաբլիթներն են, որոնք հանգստացնում են մարդու ուղեղը, այնպես որ դուք էլ կարող եք այդ արոմաթերապիան կազմակերպել տան պայմաններում։ Հիմա ավելացնում եմ այս ներքևի հատվածում լոլիկը կտրատված։ Այն կտրատել եմ կիսալուսնաձև ու մեջտեղի հատվածներում ավելացնում եմ լիմոնը։ Վուալյա, ահա եւ վերջ։ Բարև, կան մի շարք աղանդերներ, որոնք շատ սիրված են երիտասարդների կողմից։ Օրինակ, նրբաբլիթները ու վաֆլիները։ Քանի որ նրբաբլիթներ արդեն ես պատրաստել եմ, այսօր հերթը հասավ վաֆլիներին, եւ այսօր ես պատրաստելու եմ եփած խտացրած կաթով ու բանանով վաֆլիներ։ Կա նման մարդ, որ վաֆլիներ չի սիրում։ Համենայն դեպս ես նման մարդու չեմ ճանաչում։ Դա է այն հարցի պատասխանը, թե ինչու եմ այսօր ընտրել վաֆլիները։ Իսկ ինչ եփել այսօր հաղորդաշարի ընթացքում ես ոչ միայն կպատմեմ, այլև կպատրաստեմ շատ համեղ ուտեստներ ու աղանդերներ։ Կաթը ավելացնում եմ ընդհանուր ամանի մեջ ու խառնում եմ գդալով։ Որպեսզի առավոտյան չմտածեք նախաճաշ պատրաստելու մասին, վաֆլիները կարող եք պատրաստել 1 օր առաջ երեկոյան եւ մատուցել առավոտյան։ Օրը ամբողջացնելու համար հարկավոր են միայն մտերիմ մարդիկ ու հաճելի զրույցներ։ Փորձեք այս բաղադրատոմսը։ Պարզապես փորձեք ու կհասկանաք, թե ինչու։ Բարև, այսօր կիսվելու եմ շատ հետաքրքիր ու կարևոր արագ պատրաստվող խորտիկների բաղադրատոմսով, որը հավանելու են ինչպես մեծահասակները, այդպես էլ փոքրիկները։ Ես չէի կարող անտեսել աշնանային բնապնակը ու չպատրաստել գույնս գույն պղպեղներով խորտիկներ, թթվասերով կաթնաշոռով եւ ընկույզով։ Ընթացքը լինելու է շատ հետաքրքիր։ Բաղադրիչներ՝ գույնս գույն պղպեղ 3 հատ, թթվասեր 200 գրամ, կաթնաշոռ 200 գրամ, ավելացնում եմ թթվասերը։ Նախքան կաթնաշոռը ավելացնելը այն մի փոքր մանրացնում եմ, հետո նոր ավելացնում եմ։ Նշեմ, որ ցանկալի է օգտագործել նախօրոք սառացրած մթերքներ։ Մինչ այդ արհեստական բանականությանը ես խնդրել եմ, որ գեներացնի ինձ համար հարցեր հայկական խոհանոցի վերաբերյալ եւ ես կփորձեմ այդ հարցերին պատասխանել։ Նախքան միջուկը օգտագործելը արժի 1-2 ժամով դնել սառցախցիկ, որպեսզի այն սառչի։ Այս նախուտեստը հավանում եմ նրանով, որ այն ոչ եփում եմ, ոչ տապակում եմ, ոչ էլ ջեռոցն եմ ուղարկում։ Ուղղակի պարզ մթերքներով պատրաստում եմ միջուկ, լցոնում եմ պղպեղները, կտրատում ու ստանում եմ այսպիսի նախուտեստ։ Ողջույն, մի փոքր այսօր ժամանակ ունեի ու որոշեցի զբոսնեմ։ Միևնույն ժամանակ մտածում էի, թե ինչ կարող եմ այսօր պատրաստել ու հասկացա, որ պիցցան ընտիշ տարբերակ է, հատկապես ծույլ պիցցան, որի համար խոհանոցում դուք կծախսեք ընդամենը 10-15 րոպե ժամանակ։ Դե ինչ, տեղափոխվում եմ խոհանոց։ Իհարկե կարելի է պիցցան ուտել նաև ռեստորաններում, սրճարաններում, բայց ինչպես ընդունված է համարել, տան պատրաստածը ուրիշ է։
Պանիրը տեղափոխում եմ մեկ այլ ամանի մեջ ու անցնում եմ վարունգներին։ Նկատել եք, մենք հայերս այնքան ենք սիրում ուտել, որ անգամ տարբեր երգեր ենք նվիրում ուտելիքին։ Դե օրինակ ղափաման կամ խորովածը շատ լավ բան է։ Երրորդ տեղում էլ Արամ Ասատրյանի պիցցա երգն է։ Դե իսկ հիմա պիցցան հանելու ժամանակն է, պետք է շրջեմ այն կափարիչի օգնությամբ։ Բահի օգնությամբ էլ տեղափոխում եմ կրկին թավայի մեջ։ Եվ այսպես վերադառնում եմ վերջին հարցին, ու վերջին հարցն էլ հետևյալն է. ինչու են մաֆինները կոչվում քափքեյքեր։ Պատճառը այն է, որ առաջին քափքեյքերը պատրաստում էին բաժակի մեջ, հենց անունն էլ հուշում է, հա, քափքեյք, այսինքն թխված խմորեղեն բաժակի մեջ։ Իդեպ հաղորդումներից մեկի ժամանակ ես կարող եմ նաև պատրաստել մաֆիններ։ Կարևոր է ընտրել միայն ճիշտ բաղադրատոմս, որպեսզի իսկապես մաֆինները համեղ ստացվեն։ Եվ քանի որ այս ամիս ես պատրաստում եմ նախաճաշեր դպրոցահասակների համար, վստահ եմ, որ ինչպես երեխաները, այդպես էլ մեծահասակները այս բաղադրատոմսը շատ կգնահատեն։ Ողջույն, ըստ հայտնի ժողովրդական ասացվածքի, նախաճաշը կեր ինքդ, ճաշը կիսիր ընկերոջդ հետ եւ ընթրիքը թող թշնամուտ։ Հայկական երկրորդ հեռուստաընկերության «Ինչ եփել այսօր» հաղորդմանը ես պատրաստելու եմ համեղ պիրոգ բանջարեղենով, այնպես որ մնացեք ինձ հետ։ Եվ ես ուզում եմ նաև հիշեցնել, որ պիրոգը բավականին ճկուն ուտեստ է, որը համադրելի է ինչպես աղի, այդպես էլ քաղցր ու մրգային բաղադրիչներով։ Ողջույն, երեխաները ունեն վառ երևակայություն ու ցանկություն բացահայտել աշխարհը։ Մեծ պահանջարկ է իրենից ներկայացնում հետաքրքիր մատուցմամբ ուտեստները։ Ես արդեն բոլոր գնումները իրականացրել եմ եւ հայկական երկրորդ հեռուստաընկերության «Ինչ եփել այսօր» հաղորդման շրջանակներում ոչ միայն կպատմեմ, այլև կպատրաստեմ շատ համեղ ուտեստներ։ Դե ինչ, գնանք խոհանոց։ Ավելացնում եմ թթվասեր։ Թթվասերը ավելացնելուց հետո ավելացնում եմ նաև եգիպտացորեն եւ համեմունքներ։ Հիմա տարտերի վրա ավելացնում եմ լոլիկ ու զեյթուն։ Այնքան ուրախ եմ, որ արդյունքում ստացվեց այն, ինչ ես ցանկանում էի։ Նշեմ, որ երեխաները այս ուտեստը շատ կգնահատեն, իսկ ծնողները կարող են հանգիստ լինել, որ երեխայի լանչբոքսը տուն կվերադառնա դատարկ։ Դուք դիտեցիք «Ինչ եփել այսօր» հաղորդաշարը, որը հասանելի է հայկական երկրորդ հեռուստաընկերությամբ, YouTube-ով, Facebook-ով եւ Instagram-ով։ Ձեզ հետ էի ես, Խալաթյան Քրիստինան։ Առայժմ